Մեկ այլ կողոպուտ կատարվել էր հունիսի 15-ին։ Մի տղամարդ Գարեգին Նժդեհի փողոցում քաղաքացուհու պարանոցից պոկել էր 500,000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան ու փախել։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները տուժողի հետ զրույցներից մոտավոր պատկերացրին կողոպտչի արտաքինը, ճշտեցին, թե որ ուղղությամբ էր փախել, ուսումնասիրեցին խաչմերուկներում անցուդարձը տեսահսկող խցիկների տեսագրությունները եւ ահա իրավապահների ուշադրությունը գրավեց մեկը, որ նման էր տուժողի նկարագրած մարդուն։ Հերթապահ մաս հաղորդաշարի հուլիսի 10-ի թողարկման ժամանակ հայտարարվեց նաև այս մասին։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ կողոպուտը կատարել է տեսանյութում պատկերված անձը, որի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին։ Հուլիսի 11-ին Նոր-Նորքի եւ Շենգավիթի քրեական հետախույզները Մոլդովական փողոցից հիշյալ կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ 33-ամյա Հարություն Բուշտունցին, որը շուտով խոստովանական ցուցմունք տվեց։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։